Երապետի կողքին եմ, այս պահին այսքանը։ Ընտրություններին պատրաստությունը շարունակվում է, ինչ անել, որ փոխել իրավիճակը, որ օրինակ դրսի պրոցեսները ուղղակիորեն եւ այսքան տեսանելի չանդրադառնան ներքին պրոցեսներին։ Այսօր մեր ներքին խնդիրները շատ ավելի մեծ վնաս են մեր երկրին հասցնում, քան արտաքին աշխարհում կատարվող երևույթները կարծում եմ կամ համարժեք են առնվազն, որովհետև առաջինը մեր երկրի շահերից է բխում, որ չլինեն անարդար կալանավորված մարդիկ, այսինքն դա ակնհայտ է, ես այդտեղ մեկնաբանելու որևէ բան չունեմ, բոլոր բանական մարդիկ տեսնում են, որ կալանքը դարձել է պատժի գործիք, այսինքն մարդը ազգային բարերարը, որ շատ ու շատ երկրներ կհպարտանային, կհիանային կամ ամեն ինչ կանային, որ այդ մարդը մեր երկրում շարունակեր իր ներդրումները եւ կապիտալը դուրս չտաներ, կալանավորել են եւ շուրջ 9 ամիս անարդար կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, դա մեր երկրի խայտառակությունն է բառից բուն իմաստով։ Այսինքն սա ակնհայտ է, մեկնաբանելու ոչինչ չկա եւ նման քայլերը վարկաբեկում են այդ չարչրկված բառը չեմ ուզում ասեմ ներդրումային միջավայր եւ այլն, դա հասկանալի է, ընդհանուր առմամբ այս անարդար մթնոլորտը խաթարում է ամեն բան։ Սա չարորակ ուռուցքի նման մի բան է մեր երկրի համար, նմանատիպ երևույթները, այսինքն սա ոչ թե անձի ուժեղ Հայաստան կուսակցության խնդիրն է կամ մեր խնդիրն է անձնական, սա մեր երկրի խնդիրն է ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին երևույթները այս պայն այդքան վնաս են, կրկնում եմ, ինչքան ապօրինի կալանավորված մարդկանց առկայությունը մեր երկրում եւ այլն։ Իսկ ինչ ակնկալիք ունեք դատարանից, այսօր երիտասարդ դատավոր Վարդգես Ստեփանյանն է քննելու այս։ Գիտեք, ընդհանրապես ես հակված եմ լավատես լինել եւ կարծում եմ մեր ազգի մեջ չեն վերացել արդար դատավորներ եւ հույս ունենք, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Վատատես չեմ ամեն դեպքում, հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, որ այլ երկրներում ինչ որ ձև ազդում են մեր ընտրությունների վրա։ Բնականաբար այո, որովհետեւ եթե չլինի վախ, ինչու պետք է մարդուն անարդար կերպով պահեն կալանքի տակ։ Այսինքն եթե որևէ անձ մրցակից վտանգ չի ներկայացնում, նման քայլերի չեն դիմում։ Սա այնքան ակնհայտ է, որ մեկնաբանելու բան չկա, իրավաբանություն չկա սրա հիմքում։ Հետևաբար սա ոչ այլ ինչ է, քան վախի դրսևորում, ուրիշ ոչինչ։ Ըստ ձեզ, ում է ուղղված արտաքին հետախուզական ծառայության այդ հայտարարությունը եւ արդյոք այս հայտարարությամբ իշխանությունը փորձում է հող պատրաստել ընդդիմության, մասնավորապես ուժեղ Հայաստանի նկատմամբ որևէ գործողությունների դիմել։ Անկեղծ ասած չեմ կարող մեկնաբանել, ում է ուղղված, ինչ է ուղղված, նորից եմ կրկնում, փորձենք լավատեսությամբ տրամադրվել մեր նմանատիպ քայլերը նաև մեր հանրությանը ուշքի բերելու միտում ունեն, այն հատվածի մասին է խոսքը, որոնք դեռևս չեն գիտակցում ինչ է կատարվում, եւ երբ որ հանրության լայն շերտեր կիսեն մեր կարծիքը, ավելի ընդգրկուն դառնա այս process-ը, այսինքն բանական մարդկանց քանակը ավելանա, բնականաբար որևէ մեկը որևէ բան չի կարող անել անարդար, ապօրինի եւ այլն եւ այլն։ Թե ում է ուղղված, ապրենք կտեսնենք, չգիտեմ, չեմ կարող ասել։